Ուսադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, կառավարության կատարողականի շրջանակներում, դուք գիտեք, որ ազգային ժողովում կատարած աշխատանքները ներկայացրեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, վերջինս այսօր մեր տաղավարում է բարեկամ Տիկին Սարգսյան, շնորհակալություն հրավեր ընտրելու համար։ Եվ այսպես սկսենք թմրամիջոցներից։ Ես կարդացի այսպիսի նորություն, որ Հայաստանի կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության շրջանակում քննարկում է անչափահասների կամավոր թեստավորման ներդրման հնարավորություն։ Ինչ է դա նշանակում։ Ասեմ, որ ունենք նոր ռազմավարության նախագիծ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, որը թիրախավորում է հարցի երկու ասպեկտը՝ հանրային անվտանգության եւ հանրային առողջապահության, ինչու որովհետեւ մենք այն մոտեցմանն ենք, որ այս երկու ուղղությունները պիտի մեկտեղվեն, որովհետեւ թմրամիջոց օգտագործող անձին պետությունը պիտի նախ իդենտիֆիկացնի, այնուհետեւ նաեւ աջակցություն ցուցաբերի, որովհետեւ կարեւոր է հետագայում շղթան կոտրել եւ անձին բերել դեպի բուժման դաշտ, եթե կարիք կա որպես այդպիսին բժշկական ծառայություն մատուցելու եւ հետագայում կանխել հետագա օգտագործումները։ Մեզ համար շատ կարեւոր են հատկապես անչափահասների եւ երիտասարդության շրջանում այս խումբ հանցագործությունների կանխարգելման սկզբունքները նաեւ իդենտիֆիկացնել այս ռազմավարության մեջ եւ միջազգային փորձի ուսումնասիրմամբ մենք նաեւ որոշակի մոտեցումներ ենք ձևավորել նաեւ անչափահասների մասով։ Կա հետեւյալ պրակտիկան, որ անչափահասները կամ պարտադիրության սկզբունքով կամ կամավորության սկզբունքով բարբերաբար թեստավորումներ են անցնում, որպեսզի հասկանանք, կա արդյոք թմրամիջոցների օգտագործման դեպք տվյալ անչափահասի մոտ, թե չկա։ Մասսայական բոլորը։ Միջազգային պրակտիկան վկայում է երկու մոտեցման մասին էլ, այսինքն մի դեպքում մեր անչափահասները կարող են իրենց կամավորության սկզբունքով, այսինքն իրենք որոշեն, արդյոք դիմում են թեստավորման, թե չեն դիմում թեստավորման, այս սխեմայով աշխատենք, իսկ մյուս սկզբունքը այո, մասսայական ճանապարհով թեստավորումներն են, բայց ասեմ, որ մեր քննարկումներում մենք գնացինք այն ճանապարհով, որ առավել շատ պիտի կենտրոնանանք կամավոր թեստավորման տարբերակի վրա, ինչու, որովհետև պիտի նաև նկատենք, որ թեման շատ զգայուն է, թեման շատ նուրբ է։ Անչափահասը, որը օգտագործել է, նա ինչու պետք է կամավոր գա թեստավորման, չի գա։ Մենք քննարկում ենք հետևյալ սխեման, որ ծնողները կարող են իրենք կամարտահայտություն դրսևորել, այո, եւ նշել օրինակ, որ իրենք ցանկանում են, որ իրենց երեխան անցնի որոշակի թեստավորում, ինչու է հատկապես կամավոր թեստավորման տարբերակը ընդունելի, որովհետեւ մենք հեռու ենք այն մտքից, որ մասսայական թմրամիջոցի օգտագործում ունենք անչափահասների շրջանում։ Բայց նաեւ ակնհայտ է, որ կա աճ։ Միանշանակ կա աճ եւ սա կարող է վկայել նաեւ լատենտայնության նվազեցման մասին, որովհետեւ մենք նաեւ ուժեղացրել ենք մեր գործիքակազմը եւ կարողանում ենք ավելի մեծ թմրամիջոցի խմբաքանակներ հայտնաբերել որպես այդպիսին եւ նաեւ օգտագործողների ավելի մեծ թիվ ունենք արձանագրված, բայց անչափահասների եւ երիտասարդների դեպքում պիտի հաշվի առնենք նաեւ հարցի նուրբ կողմերը եւ ըստ այդմ մեր մոտեցումները ձևավորենք չվնասելու սկզբունքով, հա, դա է պատճառը, որ ընդհանուր առմամբ մոտեցումը ընդունելի է համարվել կամավորության սկզբունքով այս թեստավորումը իրականացնելու տարբերակը։ Բնականաբար դեռ ունենք տարածք, ժամանակ քննարկելու այս հարցը եւ վերջնական լուծման գալու, որովհետեւ ռազմավարությունը նախատեսում է գաղափարի քննարկում, իսկ թե վերջնարդյունքում ինչպիսի մոտեցում կորդեգրենք, սա բնականաբար օրենսդրի տիրույթում արդեն քննարկման ենթակա հարց կլինի։ Իսկ ընդհանուր ինչպիսին է դինամիկան թմրամիջոցների դեմ պայքարի, ինչ վիճակագրություն ունենք։ Ասեմ, որ բավական ակտիվ գործողություններ ենք ձեռնարկել 24 թվականի կտրվածքով եւ շուրջ 200 կիլոգրամ ավելի թմրամիջոց ունենք առգրաված համեմատած 2023 թվականի։ Սա կարող է վկայել երկու բանի մասին։ Նախ առաջինը մենք մեթոդաբանական առումով փոփոխել ենք մեր մոտեցումները, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ շեշտը ավելի շատ դրել ենք ներմուծման եւ արտադրության կոմպոնենտի վրա, այսինքն որքան շատ ենք մենք ներմուծման շղթան կտրում եւ հետագայում խոչընդոտում ավելի մանր խմբաքանակներով թմրամիջոցի տարածումը ընդհանուր շրջանառության մեջ, այնքան ավելի լավ արդյունքներ ենք ունենում եւ անցած տարվա կտրվածքով մենք տասնյակ այսպիսի կիլոգրամներով առգրավում ենք ունեցել հատկապես սահմանային հսկողության շրջանակներում եւ պիտի փաստեմ, որ մեթոդաբանական այս փոփոխությունը նաեւ կկիրառենք 2025 թվականի կտրվածքով, բայց զուգահեռաբար մենք նաեւ մեր կարողությունների զարգացման տրամաբանության մեջ ավելի շատ ենք իրավապահ համակարգի տեսադաշտ բերել այս իրավիճակները, այդ թվում տարբեր սոցիալական հարթակների կամ տելեգրամյան տարբեր ալիքների տրամաբանության
անվտանգության մեջ եւ ավելի շատ բացահայտվողականություն որպես այդպեսին ունենք այս խումբ հանցագործությունների մասով եւ սա է պատճառը, որ ավելի մեծ թվով թմրամիջոց է արգրավել այս տարվա կտրվածքով, արդեն հաշվետու ժամանակահատվածի կտրվածքով։ Բայց պիտի նաեւ ընդունենք, որ գնալով ավելի դժվարանում է իրավապահ համակարգի աշխատանքը, ինչու, որովհետեւ որքան շատ ենք մենք մեր կարողությունները զարգացնում, բնականաբար հանցավոր շղթան, այո, իրենց կարողություններն ավելի զարգացնում է եւ նոր ուղիներ են որպես այդպեսին ворթեգրում, որոնք որ այդ պահին գոնե թե իրավապահ համակարգի տեսադաշտից կարող են դուրս մնալ կամ ապացուցողական գործիքակազմը որպես այդպեսին կարող է դեռ բավարար չլինել։ Բայց անշուշտ մենք աշխատում ենք այս ուղղությամբ, որովհետեւ շատ կարեւոր է շարունակել այս ուղղությամբ աշխատանքն իրականացնել եւ ես արդեն իսկ նշեցի, որ թեման կարեւոր է թե հանրային անվտանգության ասպեկտով եւ թե նաեւ հանրային առողջապահության ասպեկտով։ Մեր բարեկները կունենան նոր շենք, նոր մեքենաներ, նոր օպերատիվ կառավարման շտաբ, Տիկին նախարար, նոր չեն նրանց մեքենաները, շենքերը եւ այդ կառավարման համակարգը նոր չէ, բայց ինչու են հիմա էլի sense թարմացնում։ Բարեկային ծառայության ներդրման շրջանակներում այո, կար լիովին նոր սպառազինություն, որպես այդպեսին, այդ թվում նյութատեխնիկական հագեցվածություն, ընդ որում նախադեպը չունեցող հագեցվածություն ունի բարեկային ծառայությունը։ Բայց հիմա նորից հագեցնում եք։ Այո, որովհետև անընդհատ պետք է թարմացնել բարեկային ծառայության նյութատեխնիկական բազան, ինչու, որովհետև 24/7 ռեժիմով աշխատող ծառայությունը, արտաքին նոր ծառայությունը չի կարող անընդհատ, այսպես ասեմ, խնայել իրեն հատկացված ռեսուրսները եւ օրինակ չօգտագործել մեքենան այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ պիտի օգտագործի իր գործառույթներն իրականացնելու համար։ Սա է պատճառը, որ մենք տարիների կտրվածքով պիտի անընդհատ թարմացնենք մեր նյութատեխնիկական հագեցվածությունը եւ ըստ այդմ բարեկներին հնարավորություն տանք շարունակելու նույն ինտենսիվությամբ աշխատանքը։ Երևանի դեպքում մենք ունեինք տրանսպորտային միջոցների հետ կապված խնդիր, բացի այդ մենք նաև ավելացրել էինք հաստիկները շուրջ 100-ով եւ հետեւապես կարիք կար թարմացնելու նաև ավտոպարկը, ըստ այդմ արդեն ապրիլի 16-ից 67 նոր էլեկտրոմոբիլներ են հատկացվել բարեկային։ Այո, նոր էլեկտրոմոբիլներ են հատկացվել բարեկային ծառայողներին եւ նրանք արդեն իսկ Երևանի մակարդակով ծառայություն իրականացնում են այդ տրանսպորտային միջոցներով։ Բայց պիտի գամ նաև ենթակառուցվածքին։ Մենք բարբերաբար խոսում ենք փոփոխությունների մասին, բարեփոխումների մասին եւ առավելապես մեր կենտրոնացումը գալիս է դեպի օրենսդրական դաշտի փոփոխությունները կամ քաղաքականության փոփոխությունները կամ տարբեր վերապատրաստումները, որոնք կարող են լինել այս տեսանկյունից, բայց պակաս կարևոր չէ նաև այն ենթակառուցվածքը, որտեղ որ ծառայությունն իրականացվում է։ Ընդ որում պիտի փաստեմ, որ ենթակառուցվածքը վարքագծի վրա ազդող, անհատի վարքագծի վրա ազդող կարևոր ինստիտուցիոնալ բաղադրիչ է։ Անհատի վարքագիծ ասելով նկատի ունեմ թե ծառայողին եւ թե նաեւ այն քաղաքացուն, որին մատուցվում է ծառայությունը։ Տեսեք պարզ մի օրինակ։ Եթե մենք խոսում ենք համայնքի հետ արդյունավետ աշխատանքի մասին, երբ որ մենք խոսում ենք նաև քաղաքացի ոստիկան հարաբերությունների ավելի զարգացման, ավելի սերտացման մասին, խոսել այս հարաբերությունների մասին այն պայմաններում, երբ որ ոստիկանության ենթակառուցվածքում չկա տարական քաղաքացիների ընդունելության համար նախատեսված հատված, որտեղ քաղաքացին կարող է իրեն ապահով զգալ, կարող է իրեն հարմարավետ զգալ, կարող է իրեն պաշտպանված զգալ, կարող է չմտածել, որ օրինակ ինչ որ հարցեր կարող է չբարձրաձայնել այդ տարածքում հաշվի առնելով ենթակառուցվածքում արկա, այսպես ասեմ, խիստ մոտեցումները կամ խիստ գործելակարգերը որպես այդպեսին։ Եվ այս նոր շենքում մենք բնականաբար ունենք քաղաքացիների սպասարկման համար նախատեսված նոր մասնաշենք, որն ավելի հարմարավետ է մեր քաղաքացիների համար, եւ նրանք կարողանում են այստեղ այցելել իրենց համար նախընտրելի ժամին, դիմել կոնկրետ բարեկային ծառայողին կամ բողոքարկել տարբեր վարչական ակտերը կամ հանդես գալ պարզ առաջարկություններով կամ բարձրաձայնել իրենց մտահոգությունները շատ ավելի ազատ, շատ ավելի ապահով պայմաններում։ Մյուս կողմից, երբ որ մենք խոսում ենք ծառայողների մասին, շատ կարևոր է հասկանալ, երբ որ մենք ծառայողից օրինակ պահանջում ենք ամենօրյա ռեժիմով աշխատել իր վրա, մասնակցել տարբեր վերապատրաստումների կամ բարելավել ֆիզիկական տվյալները, ինչպիսի ենթակառուցվածք ունի աշխատողը իր, այսպես ասեմ, տիրույթում հսկողության ներքո, որը որ թույլ կտա ամենօրյա ռեժիմով կատարելագործել այս կարողությունները։
նոր շենքային պայմաններում այլևս կան բարենպաստ պայմաններ այս ֆունկցիոնալի իրականացման համար եւս կա հատկացված հրաձգարան, ունենք մարզադահլիճ, ընդ որում թե փակ տարածության տրամաբանության մեջ եւ թե նաեւ բացօթյա, ունենք նաեւ լողավազան, շենքային պայմանների կտրվածքով բարենպաստ պայմաններ կան նաեւ խոհանոցային հատվածի տեսանկյունից, այսինքն մեր ծառայողները տարական, եթե կարիք կա խոհանոցային որոշակի պրոցեսներ ապահովելու յուրաքանչյուր մասնաշենքում ունենք ծառայողների համար նախատեսված փոքր խոհանոցային հատված եւս եւ այսպես շարունակ։ Այսինքն սրանք միգուցե առաջին հայացքից շատ տարական, շատ պրիմիտիվ պայմաններ կարող են թվալ որպես այդպիսին, բայց երբ որ մենք նայում ենք ռեֆորմի տեսանկյունից այս հարցերին, այս ենթակառուցվածքը պիտի իր դրական նպաստը բերի եւ հանդիսանա որպես մթնոլորտի փոփոխության, մշակույթի տեղաշարժի երաշխավորման որպես այդպիսին գործիք։ Ինչու է այս մասնաշենքը նաեւ կարեւոր մի կողմից ծառայողների համար, իսկ մյուս կողմից նաեւ քաղաքացիների համար, որովհետեւ ռեֆորմի շրջանակներում մենք մեր առաջ չենք դրել խնդիր պարզապես լուծել ոստիկանության ոլորտում առկա 1-2 խնդիր։ Ռեֆորմը նպատակ ունի առհասարակ ոստիկանության արտաքին նկարագիրը փոփոխելու։ Իսկ արտաքին նկարագրի փոփոխությունը կարող է լինել եւ պիտի լինի նաեւ ենթակառուցվածքային պայմանների փոփոխությամբ, որոնք որ նաեւ վարքագծային տեղաշարժ կապահովեն այս տեսանկյունից եւս։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է, բայց տեսեք, տարական մի օրինակ, հա, ես օր չկա, որ չտեսնեմ կամ թեթև կամ սուր վթարային իրավիճակ, դուք էլ կփաստեք, որ վթարները շատ են մեր քաղաքում, եւ մի առյուծի բաժինը պայմանավորված է նրանով, որ ղեկի վրա հեռախոսով խոսում են։ Ընդ որում ոչ կարճ, երկար ժամանակ նայում ես, ասում ես ինչ անում, մեկը նայում ես, ասում ես հեռախոսի մեջ է։ Ինչու չեն բռնում այդ մարդկանց։ Չէ՞ որ հեռախոսով խոսալ երթևեկության ժամանակ դա ոչ միայն քո կյանքի, այլ դիմացի կյանքն ես վտանգում։ Համարյա խմած լինելու հավասար մի բան է։ Ինչու չեն կանգնացնում եւ չեն բռնում։ Լրիվ համաձայն եմ ձեզ հետ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սրանք ճանապարհային երթևեկության անվտանգության բաղադրիչ որպես այդպեսին իրենց մեջ ունեն։ Ես տեսել եմ Տիկին Սարգսյան եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում մարդկանց մտքով չի անցնում, ընդ որում հեռախոսը տեղ կա, որտեղ պետք է լինի, նույնիսկ գետնի ներքև չեն դնում նայեն, ռիշնանում նայեն հեռախոսին։ Այո։ Ես ասեմ, որ ներպետական մակարդակում մենք կարծես թե նաև ընկալումների խնդիր ունենք առաջին հերթին, ինչու, որովհետև շատերիս համար Հայաստանի Հանրապետության տարածքում համանման խախտումները դիտարկվում են որպես փոքր խախտումներ, որոնք հնարավոր է ներել մեր քաղաքացիներին, այնինչ դրանք լուրջ անվտանգային բաղադրիչ իրենց մեջ ունեն եւ կարող են հանգեցնել տարբեր ճանապարհատրանսպորտային պատահարների։ Այս տեսանկյունից կարևոր է թե մեր քաղաքացիների վարքագիծը եւ թե նաև մեր ծառայողների ավելի ինտենսիվ ուշադրությունը այս դեպքերին հեռախոսի մեջ լինել քշելու ժամանակ, մինչև իրենց չբռնեն, չտուգանեն։ Պարեկների մասով միանշանակ տուգանման դեպքերը գնալով ավելի շատանում են, բայց մենք մի հետևյալ խնդիր ունենք, որին բախվում ենք վարչարարության շրջանակներում, շատ հաճախ դատական համակարգում ունենում ենք բեկանումներ այս խմբակների, ինչու, որովհետև չի լինում այնպիսի մի տեսանյութ, որը որ կապացուցի հեռախոսի օգտագործման փաստը որպես այդպիսին։ Ողջ քաղաքը խցիկ է, տեսախցիկ է, ո՞ն։ Տեսեք, կա ապացուցողական որոշակի բազա, որը որ մենք պիտի պահպանենք հաշվի առնելով օրենսդրական կանոնները, բայց վստահեցնում եմ, որ առաջիկայում այս հարցը իսպառ կվերանա, որովհետև մենք նախատեսել ենք տեխնիկական նոր, շատ փոքր, բայց կարևոր հագեցվածություն բարեկային ծառայողների համար եւ դրանք կգան օգնելու արձանագրելու ցանկացած տեսակի խախտումը, այդ թվում ծխախոտի օգտագործում, այդ թվում հեռախոսի օգտագործում եւ նաեւ ամրագոտիների օգտագործում։ Եթե գաղտնի չի, ինչ տեխնիկական նորարարության մասին է։ Նորարարություն չէ, փոքրիկ միջոց է, տեսախցիկային համակարգ է որպես այդպեսին, որը որ տեղադրվելու է բարեկային ծառայողների տրանսպորտային միջոցների տանիքային հատվածում, որը որ թույլ կտա 360 աստիճանով նկարահանել շրջակայքում գտնվող մեքենաներին եւ եթե լինի իհարկե այնպիսի խախտում, որի դեպքում որ բարեկային ծառայողը պիտի համապատասխան ակտ կայացնի, որոշումը կայացնի, սա կգա օգնելու ապացուցելու տվյալ խախտման առկայությունը։ Տեսեք, դուք անդադ խոսում եք նորարարություն, ոստիկանության եւ այլն, բարեփոխում, բայց մենք կարդացինք դեպքի մասին, որ 29-ամյա երիտասարդին Տիգրան Ուլուբաբյանին, ինչպես նրա փաստաբանն է ասում, ծեծել եւ խոշտանգել էին։ Այո, որ լսում ես նման բան, մտածում ես արդյոք մեր բարեփոխումները ճիշտ ուղղությունով են գնում, որովհետեւ 21-րդ դարում
մարդուն տանել ոստիկանության բաժին եւ ծեծել մի քիչ հիշեցնում է մեր 90-ական թվականները։ Առաջին արձանագրումս կլինի այն, որ մեր բարեփոխումները իրապես ճիշտ ուղղությամբ են առաջ շարժվում, ինչու, որովհետև բարեփոխումների առանցքում մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր ստանդարտ երաշխավորել է եւ առայժմ չկան մեղադրյալներ եւ պատժվողներ։ Հիմա դրան էլ կգամ։ Շատ կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր ստանդարտներ երաշխավորել եւ այս տեսանկյունից մենք արդեն իսկ նախաձեռնել ենք բոլոր ձերբակալվածներին պահելու վայրերում եւ բաժիններում տեսահասկման միասնական մեկ կետից կառավարվող հստակ համակարգ ունենալու նախաձեռնությունը, որը որ մեզ թույլ կտա իդենտիֆիկացնելու հնարավոր խախտումները եւ հետագայում ապացուցողական պատշաճ բազա ունենալու։ Այսինքն ոստիկանական բաժանմունքները 24 ժամ կնկարահանվեն։ Այո։ Մյուս կողմից, երբ որ մենք գան կոնկրետ դեպքի, նախ պիտի փաստեմ, որ դեպքի բարձրաձայնումը յուրաքանչյուրի իրավունքն է։ Դեպքի բարձրաձայնումից հետո մենք անմիջապես իմ հանձնարարականով ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն, այնուհետև ունենք նախաձեռնված քրեական վարույթ եւ քրեական վարույթն է, որ պիտի հաստատի կամ հերքի կոնկրետ իրավիճակի արկայությունը եւ պիտի փաստեմ, որ այս պայծրությամբ քրեական վարույթը ընթացքի մեջ է։ Ես առիթ ունեցել եմ թեմային անդրադառնալու, դրա համար կխուսափեմ այս պահին որոշակի գնահատականներ տալուց, որովհետեւ այն այլևս քննչական կոմիտեի տիրույթում է, որպիսի հետագա եզրահանգումները գործընկերները բարձրաձայնեն, բայց մեզ համար շատ կարեւոր է հետեւյալ հանգամանքը։ Պետությունը պիտի երաշխավորի, որ ցանկացած քաղաքացի, ով կբարձրաձայնի համանման իրավիճակի մասին, պիտի լինի պատշաճ քննություն։ Պետությունը երաշխավորել է պատշաճ քննության արկայությունը։ Իսկ թե կա խոշտանգման դրվագ, թե չկա խոշտանգման դրվագ, դեռ վաղ է այդ մասին որևէ եզրահանգում անել, որովհետև այն բոլոր կարծիքները, որոնք այս ընթացքում կհնչեն, դրանք միայն կարծիքներ են եւ քննչական կոմիտեն է եւ հետագայում արդեն դատական համակարգն է, որը պիտի տա կոնկրետ գնահատականներ այս թեմայի մասով։ Տիկին Սարգսյան, չկա ձեզ մոտ տպավորություն, որ բոլոր համանման դեպքերում, երբ բարձրաձայնվում է, որ ոստիկանը ինչ-որ մեկին ծեծել է, խփել է, խոշտանգել է, շատ երկար են գնում եւ մենք այդպես էլ մի հատ ավարտական արդյունք չենք տեսնում, որ այ պատժվեց կամ այ հերքվեց այս մարդը կլիաուզնիկ էր, այ չենք տեսնում։ Ես համաձայն եմ, որ քննությունների առումով երկարաժամկետության հետ կապված խնդիրներ ունենք, բայց վստահեցնում եմ, որ եւ դրանից մարդիկ մտածում են, որ համակարգը պաշտպանում է ինքն իրեն եւ չի թողում, որ պատժվեն ապօրինի գործողություններ արածները։ Համաձայն եմ, դա կարող է այդպիսի տպավորություն նաև ստեղծել, բայց վստահաբար նմանատիպ միտում եւ նմանատիպ մոտեցում չկա հարցի առնչությամբ եւ մենք նաև վարչապետի գլխավորությամբ տարբեր քննարկումներ ենք ունեցել այս առումով, որպեսզի կարողանանք հստակեցնել այն ժամանակահատվածը, որի ընթացքում ի վերջո պիտի հանգուցալուծում ունենան քրեական վարույթների շրջանակներում, որովհետեւ օբյեկտիվ դժգոհություններ կան ժամկետների մասով, բայց սա կապել նրա հետ, որ պետությունը չի ցանկանում այս կամ այն դեպքի բացահայտումը նման պնդում անել հնարավոր չէ։ Որ դրանք այդ գործերը երկար են գնում եւ ավարտը չենք տեսնում։ Վստահաբար միտում չկա։ Դանդաղ են գնում։ Հիմա ես հակառակ կողմից հարց տամ Տիկին Սարգսյան։ Այ նույն եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում ես տեսել եմ, որ մարդկանց մտքով չի անցնում ոստիկանին հետ բարձր խոսալ։ Հա? Ճիշտ եք։ Մեր մոտ մենք տեսնում ենք հայհոյում են, ինչ ասես ասում են, հրապարակային ձևով։ Այդ հարցը ոնց պետք է լինի, որ ոստիկանը պաշտպանված լինի։ Ես ապշել կարելի է, ոնց կարելի է հայել ոստիկանին հրապարակային ձևով եւ շշվացնելով գնալ։ Ոչ մի բան։ Շատ ճիշտ եք, մենք ունենք նմանատիպ խնդիր, որովհետև մի դեպքում մենք խոսում ենք ոստիկանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության մասին եւ դա շատ ռելևանտ խոսակցություն է ու դա պիտի շարունակվի, բայց մյուս կողմից պիտի նաեւ խոսենք քաղաքացու վարքագծի մասին եւ ոստիկանի նկատմամբ վերաբերմունքի մասին, որովհետև ի վերջո իրավապահ համակարգի ներկայացուցիչը, եթե գործադրում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները, այստեղ միանշանակ պիտի անձը ենթարկվի կարգ ու կանոնի, բայց ինչ ունենք մենք այս պայծրությամբ հանրապետությունում։ Շատ են այնպիսի դեպքեր, երբ որ օրինակ անձին չէ ենթարկվում օրինական պահանջին, կամ միանգամից տարբեր տեսաուղերձներ են հղում կոնկրետ դեպքի մասով։ Միանգամից կամերաները միանում են, բոլորը հավաքվում են, հələ սրան եկավ ինձի բռնեց տա։ Ես պատկերացնում եմ տես բան Միացյալ Նահանգներում։ Այդ կամերաներով հանդերձ կտանեն
ու էլ չեմ բերի։ Ընդ որում ես ասեմ, որ շատ հաճախ հենց այդ աղմուկը նաև շեղում է իրական process-ից, նաև որովհետև աղմուկը դրա համար արվում։ Այո, բայց պիտի փաստեմ, որ այս ուղղությամբ բարեկային ծառայությունը կոնկրետ հրահանգավորում ունի, որպեսզի ել ավելի խիստ մոտեցում դրսևորի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք որ ոչ իրավապահ վարքագիծ են դրսևորում եւ տվյալ անձանց նկատմամբ միանշանակ պիտի կոնկրետ վարչարարություն իրականացվի եւ եթե կան քրեական հանցանքի հատկանիշներ, ապա այս ուղղությամբ եւս պիտի աշխատանք տարվի։ Ես չեմ ուզում, որ իմ այս մոտեցումը ընկալվի որպես շատ ավելի խիստ կամ ծայրահեղական մոտեցում, բայց ի վերջո մենք պիտի նաև հասկանանք, որ շփվում ենք օրենքը կիրառողի ոստիկանի հետ եւ ցանկացած վարքագիծ, որը դուրս է գալիս արդեն թույլատրելի սահմանից, պիտի ունենա կոնկրետ ռեակցիա, որը որ չբերի մեզ հետագայում տարբեր ծայրահեղությունների։ Պիտի ցավոք փաստեմ, որ այս պայծրությամբ մենք բավական ծայրահեղ դրսևորումներ ունենք տարբեր իրավիճակների մասով եւ պիտի աշխատենք այս ուղղությամբ, որպեսզի իրերը իրենց դասավորումն ունենան ճիշտ տրամաբանության մեջ։ 2024 թվականին 5485 անձ զրկվել է վարորդական վկայականից։ Սա համաձայն եք սարսափելի մեծ թիվ է։ 5485 անձ։ Դա մեծ թիվ է, բայց կարծում եմ դա իրական եւ ճիշտ թիվ է, որովհետեւ եթե իրականում ոնց եք չափում, որ դա իրական եւ իրականը պարզ է, իրական է, որ ճիշտ թիվ է։ Ճիշտ թիվ է այնքանով, որքանով որ բարեկային ծառայողների վարչարարության վերլուծությունն է մեզ ցույց տալիս պնդելու, որովհետև իրականում հատկապես այս մասով շատ խիստ հրահանգավորում ունեն նաև բարեկները, քանի որ եթե կա վարորդական իրավունքի կասեցման կամ զրկման դեպքեր, դրանց միանշանակ պիտի խիստ արձագանք տրվի, որովհետև մենք այն մտքին ենք, որ հանրային անվտանգությունը կարևոր է թե կոնկրետ տվյալ քաղաքացու համար եւ թե նաեւ այլ քաղաքացիների համար, որոնք կարող են տուժել տվյալ իրավախախտի վարքագծի արդյունքում։ Հետևաբար վարչարարությունը շարունակելու է խիստ լինել այս տեսանկյունից եւ այն մեր քաղաքացիները, որոնք իրականում չեն ենթարկվի երթևեկության ընդհանուր կանոններին եւ կդրսևորեն բացասական վարքագիծ, նրանց նկատմամբ ստիպված կլինեն կիրառելու այս խիստ վարչարարական կանոնները, նորից եմ ասում, ի շահ թե տվյալ անձանց եւ թե նաեւ հանրության, որովհետեւ ի վերջո պիտի մենք ընդունենք, որ տրանսպորտային միջոցով երթևեկություն դուրս գալը պատասխանատու քայլ է եւ առավել վտանգավոր աղբյուրով հանդես գալ երթևեկության ընդհանուր process-ում եւ չենթարկվել կանոններին, սա վտանգավոր երևույթ է։ Հետևաբար մեր արձագանքը պիտի լինի շատ կոնկրետ եւ խիստ։ 20 թվականից 24 թվականի առյալ մոտ 20000 մարդ զրկվել է վարորդական վկայականներից։ Եթե մի 5 տարի էլ այս տեմպերով գնա, այս տեմպերը աճում են, ես վախենամ, որ դուք կլուծեք Երևանի տրանսպորտի հարցը։ Մենք խցանումների շարունակելու ենք մեր ինտենսիվ վարչարարությունը այս առումով եւ պիտի նշեմ, որ սա արվում է հանուն Հայաստանի Հանրապետությունում հանրային անվտանգության հիմքերի ամրապնդման։ Եվ եթե լինի կարիքը ել ավելի մեծ թվով անձանց զրկելու վարորդական վկայականից կամ կասեցնելու նրանց իրավունքը, ապա դա վստահաբար արվելու է։ Դուք ունեք նոր կրթահամալիր, այսինքն միաձուլվել են։ Ինչ է դա տալու։ Տեսեք, մենք նախկինում ունեինք երկու կրթահամալիր, Ոստիկանության ակադեմիան եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, որոնք պատրաստում էին մի դեպքում ոստիկաններին, մյուս դեպքում փրկարար ծառայողներին որպես այդպիսին։ Բայց պիտի փաստենք, որ հատկապես Ոստիկանության ակադեմիայի կրթահամալիրի դեպքում այն դեռևս 20-րդ դարից գոյություն ունի եւ տարբեր կարգավիճակներով է հանդես եկել։ Եվ եթե 20-րդ դարում ոստիկանության աշխատանքից ակնկալվող չափանիշները կամ պահանջները բնորոշ էին 20-րդ դարին, ապա բնականաբար այս ժամանակահատվածում այդ չափանիշները մեզ բավարարել չեն կարող։ Իհարկե, կրթահամալիրը իր արժև դրված խնդիրը գերազանց կատարել է տվյալ ժամանակահատվածի համար, բայց վաղուց արդեն ոստիկանության աշխատանքը առանձին մասնագիտություն է եւ մենք կարիք ունենք տարբեր հմտություններով օժտված անձանց պատրաստելու եւ ընդգրկելու ոստիկանության աշխատանքում։ Եվ հետեւաբար այս նոր կրթահամալիրը հենց այս տրամաբանությունն ունի, որպեսզի մենք կարողանանք ժամանակակից պահանջներին համապատասխան ուսուցում ապահովելու մեր ծառայողների համար եւ հետագայում ինչն է ել ավել կարևոր, որ բացի բազային կուրսից, որը որ թույլ կտա մեր ծառայողներին մուտք գործել համակարգ, պիտի նաև շարունակական կրթություն կարողանանք ապահովել։ Այսինքն ոստիկանները որոշակի փրկարարական հմտություններ ձեռք բերեն, փրկարարները որոշակի ոստիկանական հմտություններ։ Այնքանով, որքանով դա անհրաժեշտ կլինի ոստիկանի աշխատանքի դեպքում ապահովելու, մյուս դեպքում փրկարարի, բայց միաձուլում ասվածը չի ենթադրում գործառույթների միաձուլում, հա։ Պարզապես նույն շենքում են։ Մի տանիքի ներքո են այս երկու հաստատությունների դիմորդները ուսումնառությունն անցնելու, բայց ինչն է կարևոր։
Երբ որ մենք ներքին գործերի նախարարության ներքո միավորում էինք ոստիկանությանը եւ փրկարար ծառայությանը, ճգնաժամային իրավիճակներում հատկապես մի կետից կառավարելու եւ նաեւ այս երկու ծառայությունների թե գիտելիքները եւ թե նաեւ նյութատեխնիկական բազան փոխլրացնող էֆեկտով օգտագործելու նաեւ նպատակ ունեինք։ Մի տանիքի ներքո այս երկու ծառայողների կրթության ապահովումը վստահաբար կգա հետագայում օգնելու նախարարության ստանձնած այդ հանձնառության պատշաճ իրականացմանը եւ ասեմ, որ մենք ունենք տարբեր process-ներ կրթության շրջանակներում, որոնք որ այո, պիտի բնորոշ լինեն նաեւ երկու ծառայություններին համատեղ եւ բնականաբար առանձին այս երկու ծառայություններին առանձին վերցված։ Ասեմ, որ կրթահամալիրը գործում է այլևս քաղաքացիական կառավարման ներքո, այսինքն այն քաղաքացիական ստանդարտ բուհերին բնորոշ կառավարման սխեմա ունի որպես այդպիսին, ադմինիստրատիվ հատվածը եւս քաղաքացիական անձիկ են, ի տարբերություն նախկինի, երբ որ ոստիկանության կրթահամալիրի դեպքում մենք գործ ունեինք ոստիկանության ծառայողների հետ, իսկ ճգնաժամային ակադեմիայի դեպքում գործ ունեինք փրկարար ծառայողների դեպքում։ Կարծում եմ կհամաձայնեք, որ եթե կրթության process-ն ապահովող կառույցի ներկայացուցիչները հանդիսանում են միևնույն ծառայության մասը, շատ դժվար է ապահովել հակակշիռների եւ զսպումների քաղաքականություն եւ վստահ լինել, որ այն քաղաքականությունը, որը վարում է նախարարությունը այս երկու ծառայությունների տեսանկյունից, պատշաճ կերպով իրականացվում է կրթահամալիրի մակարդակում։ Հետևաբար ծառայություն, նախարարություն եւ կրթահամալիր շղթան պիտի լինի առանձին, բայց միևնույն ժամանակ փոխլրացնող էֆեկտով պիտի լինի, որպեսզի մենք կարողանանք անընդհատ խոսել իրար հետ եւ հասկանալ, թե նախարարության ձևավորած քաղաքականությունը ինչպես պիտի իրականացվի կրթահամալիրում եւ կրթահամալիրը ինչպիսի կադրեր է, որ պիտի պատրաստի, որոնք հետագայում կարող են արդյունավետ կերպով ապահովել մի դեպքում ոստիկանական աշխատանքը, մյուս դեպքում փրկարար ծառայության աշխատանքը։ Եվ նաեւ մենք մի մտքի ենք նաեւ հանգել, որ ավելի լավ է կենտրոնացում ունենալ կրթության որակի վրա, ոչ թե տարիների քանակի վրա, որոնք որ իրականացվում են համալիրում, եւ ավելի լավ է 4 տարվա ոչ բավարար կրթության փոխարեն ունենալ շուրջ 1 տարվա ինտենսիվ, ինտերակտիվ կուրս, որը կգա տալու մեր դիմորդներին այն բոլոր կարողությունները, որոնք մենք ակնկալում ենք ունենալ այս երկու ծառայություններից։ Տիկին Սարգսյան, քրեական տարերի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ ձևը, երևի կհամաձայնվեք, դա ի սկզբանե կանխարգելելն է, չէ՞։ Իսկ դա քրեական ենթամշակույթի, այսպես մեր հանրային օրգանիզմից հանել եւ դուրս շպրտելն է, չէ՞, ամենակարճ ձևը, որ երեխաները եւ այլն։ Բայց մենք հիմա ունեցանք մի դեպք, երբ ասենք քաղաքապետը Գյումրիում ընտրվում մարդ, որ ասում է, այսինչի համար ես կգյուլեմ եկեղեցում, չգիտեմ ում, Սրբազանը ասում է, քեզ չի հասնի, մենք քեզնից առաջ կգյուլենք այնտեղ, մենք թասիբով տերտերներ ունենք, խոսում է գողերի մասին, խոսում է, որ գործ տալը լավ բան չի եւ այսինքն լրիվ սիրուն քրեական ենթամշակույթ է։ Այդ մարդիկ, որ կրթվում են այդ կրթահամալիրում եւ տեսնում են հերոսացույցով եւ ԶԼՄ-ներով այդ կենթանի օրինակը, ո՞նց եք դուք պայքարելու քրեական ենթամշակույթի։ Դուք շանս չունեք հաղթելու։ Որտեւ նրանք լսում են ձեզ եւ տեսնում են այդ վառ օրինակը։ Մենք շանս ունենք հաղթելու հետևողականության շնորհիվ, բայց համաձայն եմ ձեզ հետ, որ պիտի մենք այս դիսբալանսը չունենանք պրակտիկայում, որովհետև երբ որ մենք կրթահամալիրում նորեկին, նոր դիմորդին տալիս ենք այն գիտելիքները կամ այն սկզբունքները, որոնք կարիք կա իմպլեմենտացնելու պրակտիկայում, եւ զուգահեռ իրականության մեջ հանրային խոսույթում ունենում ենք նմանատիպ դրսևորումներ, որոնք որ մերժելի են, շատ դժվար է նորեկի հետ տանել այն աշխատանքը այն կարճ ժամկետում, որը որ ակնկալվում։ Դուք եկաք իմ եզրահանգման։ Բնականաբար երկու ուղղությամբ աշխատանք ունենք տանելու, այսինքն մի դեպքում, եթե հանրային խոսույթում կամ հանրային տիրույթում կան նմանատիպ վարքագծային հարցեր, դրանց պիտի կոնկրետ արձագանք տրվի, եւ երկրորդ ուղղությունով մենք պետք է շարունակենք մեր կադրերի հետ ճիշտ եւ գրագետ աշխատանք տանել, որպեսզի նրանք կարողանան ի սկզբանե նախ մերժեն նմանատիպ վարքագիծը իրենց համար եւ հետագայում կարողանան պրակտիկայում պայքարել նմանատիպ երևույթների դեմ անկաշկանդ կերպով բնականաբար։ Դժվար է լինել օրինակ Գյումրիում ոստիկանի համար անկաշկանդ կերպով այդ մթնոլորտում գործել։ Ոչինչ հեշտ չէ, բայց մենք ունենք այդ հանձնառությունը մեր ծառայողներին հենց այդ սկզբունքով առաջնորդելու եւ նաեւ պաշտպանելու նմանատիպ վարքագիծը նրանց կողմից, եթե լինի կոնկրետ արձագանք այդպիսի իրավիճակներում։ Եվ բիոմետրիկ անցումները շատ սուր են։ Դուք ասիք, որ լինելու են նոր բիոմետրիկ անձնագրեր, որոնք տարբերվելու են հնից։ Այո։ Ինչով։
Տեսեք, նախկինում, երբ որ մենք ունեինք բիոմետրիկ անձնագրեր, դրանք պարզապես անվանումով էին բիոմետրիկ որպես այդպեսին։ Ինչու, որովհետև ինչ էին։ դրանք բովանդակության պարզապես փաստաթղթեր էին, որոնք ունեին կենսաչափական որոշակի տվյալներ, մատնահետք, կոնկրետ նկարահանման եղանակով լուսանկար, բայց երբ որ մենք ուզում ենք հասկանալ կա բիոմետրիկ համակարգի պաշտպանվածության ենթակառուցվածքը, կամ այն բոլոր անվտանգային դետալները, որոնք որ թույլ են տալիս մեզ իրականում ասել, որ այո, Հայաստանի Հանրապետությունում կա բիոմետրիկ համակարգ, վստահեցնում են, որ մենք բիոմետրիկ համակարգ երբեք չենք ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու, որովհետև մեզնից տարիներ է պահանջվել այս համակարգը գծագրելու, բոլոր անվտանգային դետալները ճիշտ եւ մանրակրկտորեն գծագրելու համար, եւ ըստ այդմ պիտի ասեմ եւ նաեւ ուրախությամբ փաստեմ, որ արդեն այս տարի մենք ունեցել ենք բիոմետրիկ համակարգի ներդրման մրցույթի վերջնականացումը, ունենք հաղթող ընկերություն, որի հետ առաջիկա օրերին կկնքենք պայմանագիր։ Մասնավոր ընկերություն։ Ինչու է բիոմետրիկ համակարգի ներդրումը ժամանակատար եւ դետալային, որովհետեւ եթե մենք նայենք նաեւ պայմանագրի նախագիծը, որն առաջիկայում պիտի որ կնքվի, մենք շուրջ 1 տարի ժամանակահատված ենք տալիս մասնավոր գործընկերոջը, որպեսզի նա ներդնի այս համակարգը Հայաստանի Հանրապետությունում։ Ընդ որում պիտի ասեմ, որ մեր մրցույթում մասնակցել են միջազգային հեղինակավոր ընկերություններ եւ 1 տարի ժամանակահատվածը հենց նաեւ վառ վկայությունն է նրա, որ այս համակարգը իրականում կարևոր դետալներ ունի, որոնք որ ժամանակատար են ներդրման համար, բայց ես լիահույս եմ, որ մասնավոր գործընկերոջ հետ կարճ ժամկետում կկարողանանք հասնել համակարգի ներդրմանը եւ արդեն 26 թվականի երկրորդ կիսամյակում ներդնել համակարգ Հայաստանի Հանրապետությունում եւ մատուցել բիոմետրիկ ծառայություններ մեր քաղաքացիներին։ Այսինքն մասնավորն է այդ ծառայությունները մատուցել, այլևս պետությունը չի անելու։ Տեսեք, այս շփոթը միշտ կա տարբեր քննարկումներում, ծառայությունները որպես հանրային ծառայություն, այո, թե Երևանում, թե մարզերում, վիզուալ եւ ֆիզիկապես մատուցելու է մասնավոր գործընկերը, ընդ որում շատ ավելի բարձր որակով, քան այս պահի դրությամբ մատուցում են անձնագրային ծառայության ստորաբաժանումները Երևանում եւ մարզային կտրվածքով։ Ավելի բարձր որակ, ավելի լուսավոր պայմաններ, ավելի լավ պայմաններ, որոնք բնորոշ են ժամանակակից հանրային ծառայությունների մատուցմանը։ Բայց որոշումների կայացումը տալ նույնականացման քարտ տվյալ անձին թե ոչ, տրամադրել անձնագիր թե ոչ, որոշումների կայացումը շարունակելու է մնալ պետության բացառիկ լիազորությունը։ Պարզապես մենք այնքան լավ ենք գծագրել process-ը, որ դա տեխնիկական խնդիրներ են լուծում։ Այո, մենք այնքան լավ ենք գծագրել process-ը, որ վարկյանների կտրվածքով մեր հիմնական գլխամասում նստած ծառայողները, որոնք որ հսկելու են այս process-ը, կկարողանան որոշումներն արագ կայացնել եւ տեղում մասնավորը որևէ խնդիր չի ունենալու ծառայությունները մատուցելու։ Մենք գործ ունենք անձնական տվյալների հետ, չէ, եւ շատերը քննադատում են, ասում են, որ մեր անձնական տվյալները կհայտնվեն մասնավոր կազմակերպության ձեռքում։ Ես կարծում եմ, որ մենք այդ մտահոգությունները վաղուց փարատել ենք, որովհետև գծագրել ենք այնպիսի սխեմա, որի դեպքում անձնական տվյալների ոչ արտահոսքի, ոչ ապօրինի օգտագործման հետ կապված խնդիրներ չենք ունենա, ընդ որում պայմանագրի նախագծով այնպես ենք ձևակերպել, որ կոնկրետ գործարքի արդյունքում պիտի տվյալը հասանելի լինի մասնավոր ընկերությանը եւ եթե գործարքն ավարտված է, տվյալներն այլևս հասանելի չեն լինելու մասնավոր գործընկերոջը եւ դրան կարող ենք անդրադառնալ միայն այն պայմաններում, երբ որ գործարքի հետ կապված որոշակի կամ խնդիրներ կարող են առաջանալ կամ որոշակի ճշգրտման ենթակա հարցեր կարող են լինել։ Ես ուզում եմ վստահեցնել, որ իրականում շատ մեծ ջանք է դրել կառավարությունը այս համակարգի ներդրման համար եւ այն բոլոր ռիսկերը, որոնք որ եղել են այս ընթացքում, դրանք խնամքով գույքագրվել եւ հասցեագրվել են եւ վստահ կարելի է նշել, որ այս համակարգը կհավակնի լինելու եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխան նոր համակարգ, որը կտա նաեւ արժանապատիվ նաեւ ճամփորդելու հնարավորություն մեր բոլոր քաղաքացիներին։ Հանրային ծառայություններ դուք շրջիկ հանրային ծառայություն եք մտցրել կարճ, որովհետև ժամանակը սպառվել է, ի՞նչ է դա նշանակում։ Անցած անգամ, երբ ես տաղավարում էի, նշեցի, որ 3 շրջիկ գրասենյակներ ենք ձեռք բերել, դրանք այլևս իրողություն են եւ դրանք շրջիկ ձևաչափով, որպես սպասարկման գրասենյակ, մատուցում են մի կողմից անձնագրային ծառայություններ, մյուս կողմից հաշվառման քննական ստորաբաժանումներին բնորոշ ծառայություններ, թե Երևանում, թե մարզերում, հստակ իմ հրամանով տրված են այն կոնկրետ ժամանակացույցը եւ վայրերը, որտեղ որ մատուցվում է ծառայությունը, եւ մեր շրջիկ սպասարկման գրասենյակները մոտենում են պայմանական որևէ համայնք, մատուցում են կոնկրետ ծառայությունը մեր քաղաքացիներին, այնուհետև մեկ շաբաթ անց վերադառնում են կոնկրետ հասցե եւ վերադարձում են այն բոլոր փաստաթղթերը, որոնք որ մեր քաղաքացիների գործարքի արդյունքում պիտի տրամադրվեին։ Արդեն իսկ 6 մարզում հասցրել ենք լինել, մատուցել շուրջ 300 գործարք մեր քաղաքացիներին եւ պիտի փաստեմ, որ բավական ոգևորող խոսքեր ենք լսում մեր քաղաքացիների կողմից եւ նպատակ ունենք մոնիտորինգի շարունակման արդյունքներում հասկանալու արդյոք կա ընդլայնման կարիք գրասենյակների կամ ծառայությունների թե ոչ։
Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր, կհանդիպենք ցտեսություն։